Ողջույն, շարունակում ենք Cisco Packet Tracer-ի դասընթացը նվիրված CCNA-ին։ Այս դասին մենք սովորելու ենք static routing, հա։ Ես այն 0-ից կկառուցեմ, սակայն մյուս դասերը հիմնված են լինելու այս դասի վրա, մի քանի դաս։ Դուք նույնպես իմ հետ սկզբից կառուցեք, բերեք վերցնենք մի քանի հատ router, հա, 1, 2, 3, բերեք վերցնենք այստեղ համակարգիչ և այստեղ համակարգիչ։ Լարերը գանք control-ը սեղմենք, էսի սեղմենք, auto connection լինի։ Սենց լավ է, որ մենք 0-ից սկսում ենք ցանց հավաքել, քանի որ նաև ցանցի կառուցվածքը դուք սկսում եք ավելի լավ պատկերացնել։ Ուրեմն, սա router 2, հա, սա է, բերեք WAN դնենք, ինչ է նշանակում WAN, Wide Area Network, այսինքն այն մեր ինտերնետի էմուլյացիան կանի, հա։ Սա PC0-ն է, բերեք սա սարքենք PC2, բերեք IP հասցեն, լավ, այսպես կգրեմ, սա ջնջեմ, այստեղ գրում ենք ցանցերը, քանի որ router-ի ինտերֆեյսները պետք է գտնվեն տարբեր ցանցերում, հա։ Այստեղ մենք կվերցնենք 10.10.10.0/24 ցանցից, հա։ Այստեղ մենք կվերցնենք 10.20.20.0/24 ցանցից IP հասցեներ, այստեղ նույնպես կարող ենք նշել այս IP-ն կլինի ենթադրենք 5-ը, սա այսպես նշենք, սա կլինի օրինակ 6-ը, այս կողմը կանֆիգուրացնենք 10 կետ, բերեք գրենք նաև այստեղ կգրենք ուրեմն 20, հա, այստեղ կգրենք 10, բերեք այս ցանցերն ինչ որ IP-ներ տանք, ընտրենք տարբեր range-եր, հա, ես ընտրում եմ օրինակ 168.10.0/24 ցանցը, այսպես, այս ցանցը մի քիչ այսպես անեմ, բերեք սա այսպես անեմ, սա ընտրում եմ 198.168.20.0/24 ցանցը, ահա, մի քիչ սենց անենք, հիմա այս IP հասցեներին համակարգիչներին ես պետք է ուրեմն տվյալ ցանցից IP-ներ տամ, բերեք նշենք, սա պետք է լինի 192.168.20.20-ը, հա, այս համակարգչի IP հասցեն, իսկ gateway-ը պետք է լինի 1-ը, բերեք 1-ը այսպես անեմ, իհարկե կարող է նաև այս range-ից ուրիշ IP հասցե լինի, բերեք այստեղ նշեմ GV, 192.168.20.1, այստեղ մենք կունենանք 192.168.10.10/24-ը, իսկ gateway-ը կլինի 192.168.10.1-ը, ստեղ բերեք 1-ը նույնպես նշենք, 1-ը կլինի Fast Ethernet 01-ի այս ինտերֆեյսի, ուրեմն IP հասցեն, բերեք կանֆիգուրացնենք մեր router-ները, գանք CLI, no, enable, configure, terminal, hostname, WAN, կանֆիգուրացնենք Fast Ethernet 00, interface Fast Ethernet 00, no shutdown, քանի որ by default router-ի ինտերֆեյսը անջատված է, և սա պետք է լինի 10.20.20.20/24 IP address, հա, 10.20.20.20.255.255.255.0, բերեք մեկ հատ ստուգենք, այո, սա ճիշտ է, տալիս ենք exit, տալիս ենք interface Fast Ethernet 01, no shutdown, Fast Ethernet 01-ը նայում է router 2-ի ուղղությամբ, այն պետք է լինի 10.10.10.5, IP address 10.10.10.255.255.255.0, no shutdown, and VRM, այո, VRM կամ կարող գրել VRM, այն կպահպանի ձեր կոնֆիգուրացիան, գանք այստեղ, բերեք սա, ես չգիտեմ փակեցի թե չէ, փակենք, բացենք router 2-ը,
մեծացնենք այն, CLI, would you like to enter initial configuration mode? No. Enable conf-t hostname R2, բերեք միացնենք նախ էսի, interface fast ethernet 01, IP address պետք է լինի 192.168.10.1, 192.168.10.1, 255.255.255.0, enter, no shutdown, տեսնում եք, որ այս ինտերֆեյսը up եկավ, կոնֆիգուրացնենք int fa, ուրեմն 00, սա 01-ն էր, ահա 00, no shutdown, տեսնում եք, որ այս ինտերֆեյսը բարձրացավ, IP address, այս ցանցից մյուս հասցենք, 10.10.10.6, 255.255.255.0, and vrmen, կամ copy running config to startup config, գանք ուրեմն կոնֆիգուրացնենք S1-ը, no enable conf-t hostname R1, interface fast ethernet 00, տեսնենք ուր դե նայում, fast ethernet 00 նայում է դեպի համակարգիչը, no shutdown, IP address 192.168.20.1, 255.255.255.0, exit, interface fast ethernet 01, no shutdown, և 10.20.20.10, այսինքն կներեք, այսպես անենք IP address 10.20.20.10, 255.255.255.0, and vrmen, բերեք կոնֆիգուրացնենք ուրեմն մեր համակարգիչները, այսպես desktop IP configuration, տալիս ենք 192.168.20.20, так, invalid, 192.168.20.20, 192.168.20.1, default gateway-ը, այսինքն այս համակարգչի IP հասցեն 192.168.20.20-ն է և gateway-ը սա է, fast ethernet 00-ի ուրեմն ինտերֆեյսի կոնֆիգուրացիան, ահա, կարգավորենք այս համակարգիչը, սա ուրեմն լինելու է 192.168.10.10, 255.255.255 և 192.168.10.1, տեսնենք ping-ը կա թե չկա, այսինքն հասանելիությունը, ping, և այս համակարգչին ենք ուրեմն մենք copy անենք այսպես, paste, так, չգնաց, հիմա մենք պետք է troubleshooting անենք, բերեք ես ավելի պարզ գրեմ, բերեք գրենք source-ը ուրեմն 192.168.10.10 է, destination-ը 192.168.20.20 է, սա մեր տվյալներն է, մենք այստեղից, բերեք այստեղից կսենք ping 192.168.20.20, destination host unreachable, մենք այստեղից փորձում ենք տվյալները ուղարկենք, սակայն չի գնում, ինչու, երբ որ փաթեթը գալիս է համակարգչին, համակարգիչը հաշվում է, տեսնում է, որ destination-ը իր ցանցում չէ, ու պետք է ուղարկի gateway-ին, սա ուղարկում է gateway-ին, gateway-ը տեսնում է, որ ստացել է այստեղից, պետք է ուղարկի այս IP հասցեին, այսինքն այն ցանցին, որը պատկանում է, որտեղ գտնվում է այս IP հասցեն, բերեք routing table-ը նայենք, show IP route, և տեսնում ենք, որ 192.168.20.20/24-ի մասին ինֆորմացիա չկա, քանի որ մենք գիտենք այդ ցանցը գտնվում է այստեղ, ուրեմն բոլոր փաթեթները, որոնք նախատեսված են այդ ցանցի համար, router-ը պետք է ուղարկի այստեղ,
մենք այստեղ պետք է route գրենք, հա, static route, ուրեմն անում ենք conf-t IP route 192 168/20/0 255, հա, ճիշտ է, mask 255 255 255, այսինքն այս ցանցին հասնելու համար դու պետք է տվյալները ուղարկես այս ինտերֆեյսին, ուրեմն 10.10.10.5-ին 10.10.10.5-ին այս ցանցին հասնելու համար տվյալները եկան ստեղ, router-ը չգիտի, նայում է routing tab-ը եւ գտնում է, որ այս ցանցին ուղարկելու համար դու պետք է տվյալները ուղարկես ստեղ, քանի որ and show IP route, քանի որ այս ցանցը այն անմիջապես իրեն connect-ը կապած ցանցն է իր ինտերֆեյսների վրա է, այն գիտի թե ոնց հասնի այդ ցանցին։ Հիմա տվյալները եկան ստե, ինքը ուղարկեց ստե, սակայն արդեն այս համակարգիչը չգիտի այս ցանցի մասին, ուրեմն նաև նույն բանը պետք է այստեղ անենք, conf-t IP route, հա, 192 168 20.0 255 255 255 հասնելու համար այս router-ը պետք է արդեն ուղարկի այս IP հասցեին 10.20.20.10-ին 10.20.20.10-ին, քանի որ սա իր անմիջապես կպած ինտերֆեյսի վրա է գտնվում այդ մյուս կետը, հա, քանի որ նա գիտի այդ ցանցի մասին, որը connected է, ուստի նա այս տվյալները վերցնելու է, ուղարկելու է այստեղ, տալիս ենք end։ Հիմա, քանի որ մենք փաթեթ ուղարկում ենք gateway-ին, մեր gateway-ը այստեղ է, այս router-ը տենում է, որ destination-ը այստեղ է, ուղարկում է այստեղ, սա տեսնում է, որ destination-ը այստեղ է, ուղարկում է այստեղ, այս router-ին մենք կոնֆիգուրացիա չենք անելու, քանի որ destination այս IP հասցեն արդեն գտնվում է այս ցանցում, որը իր ինտերֆեյսներից մեկի վրա է connected եղած, հա, եթե մենք այսպես անենք show IP route եւ կտեսնենք, որ այդ ցանցը connected է։ Հիմա լոգիկայի համաձայն մենք պետք է որ ping-ը ունենանք։ Բերեք անենք։ Տեսնենք ինչ կստացվի։ Տեսնում ենք, որ ping-ը չկա։ Ինչու՞։ Ասեմ ինչու։ Քանի որ ձեր տվյալները գալիս են այստեղ, սրա պատասխանը ստանալու համար արդեն այստեղ source-ը դառնում է սա, այսինքն պատասխանողը դառնում է սա, այս համակարգիչը, destination-ը դառնում է ձեր համակարգիչը եւ արդեն հակառակ process-ն է տեղի ունենում, երբ որ սա հաշվում է, տեսնում է, որ այս ցանցը գտնվում է ուրիշ տեղ, իր local ցանցում, չէ, նշանակում է նա պետք է ուղարկի gateway-ին, նա ուղարկում է gateway-ին, սակայն ձեր gateway-ը չգիտի այս ցանցի մասին, ուստի որպեսզի իմանանք, մենք պետք է ասենք, որ այս ցանցին տվյալներ ուղարկելու համար դու պետք է ուղարկես այստեղ, նույնպես պետք է ուղարկես այստեղ, սա պետք չէ, քանի որ սա արդեն connected է, բերեք կոնֆիգուրացնենք, գանք այստեղ, conf-t IP route 192 168 10.0 255 255 255-ին հասնելու համար դու տվյալները պետք է ուղարկես WAN-ի այս ինտերֆեյսի վրա գտնվող IP-ին, այսինքն 10.20.20.20-ին, ահա, end, վրդմեմ, պահպանեցինք, հիմա սա էլ պետք է իմանա այս ցանցի մասին, քանի որ իրեն անմիջապես կպած ցանց չէ, ուստի այստեղ գրում ենք IP route 192 168 10.10.0 255 255 255 ցանցին 0 հասնելու համար պետք է ուղարկես այս ինտերֆեյսի IP հասցեին 10.10.10.6-ին and copy running config startup config բերեք այստեղ նույնպես ես պահպանեմ, եթե չեմ պահպանել, okay, լավ կպահպանեմ, սա հեչ, բերեք հիմա կապը ստուգենք, եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, պետք է հասանելիություն ունենանք, ահա տեսնում եք ping-ը կա, այսինքն փաթեթը գնաց հետ եկավ, այստեղից նույնպես ստուգենք, так, տեսնում ենք, որ ping-ը կա, հիմա ստուգենք մեր routing table-ը, այստեղ show
IP route, տեսնում ենք, որ երկու ցանցերը connected է, այսինքն այս router-ի համար այս ցանցը եւ այս ցանցը հեսա 10.10.10 եւ 10.20.20.0 անմիջապես կպած են իր ինտերֆեյսներին։ Ուստի այստեղից այստեղ տվյալ ուղարկելու համար այս օրինակ ինտերֆեյսին նա արդեն գիտի, թե որ ինտերֆեյսից պետք է ուրեմն դուրս գա։ Այստեղ տեսեք connected գրած։ Static-ի դեպքում այստեղ static է գրած, այսինքն մենք static ձևով այն կոնֆիգուրացրել ենք։ Ուրեմն այստեղ ասված է. այս ցանցին հասնելու համար 192.168.0-ին/24-ին, այսինքն այս ցանցին հասնելու համար դու պետք է ուղարկես այս IP հասցեով 10.10.10.6, ահա սա։ Քանի որ սա գտնվում է ուրեմն իր անմիջապես կպած ինտերֆեյսի վրա, այդ ցանցի վրա, նա գիտի, որ ուղարկելու է այստեղով։ Նույնն էլ այստեղ static-ը այս ցանցին հասնելու համար դու տվյալները վանը պետք է ուղարկի այստեղ։ Դուք կարող եք նաև ստուգել այստեղի ուրեմն router-ների show IP route հրամանով։ Ինչպես նաև show IP interface brief-ի միջոցով դուք կարող եք տեսնել, թե որ ինտերֆեյսների վրա ինչ է կոնֆիգուրացրել, մեթոդը, ստատուսը, պրոտոկոլը վիճակում է։ Սա կոչվում է static routing, այսինքն դուք պետք է կարգավորեք երկու ուղղությունով, մեկ ուղղությունով եւ հակառակ ուղղությունով։ Եթե մեկ ուղղությունով կոպիտ ասած այստեղից չեք կարգավորել, նշանակում է տվյալները գալիս են այստեղ, սակայն սա չի պատասխանում։ Այսքանը այս դասի ավա։